587-ի վրա։ Կոչի տեղը։ 7 Ստորակետ 3։ Հիմա ես գնայեմ։ Կամին ես մնա։ Հետախույզի օրագիրը։ Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր եւ հրամանատար Վովա Վարդանովի հեղինակային հաղորդումը միայն լրատվական ռադիոյի եթերում։ Բարև ձեզ հարգելի ռադիո լսողներ, եթերում է հետախույզի օրագիրը, ես Վովա Վարդանովն եմ։ Այս ողբերգական դեպքերը, որ տեղի էին ունեցել Գյումրիում, բերեցին նրան, որ շատ բան չէինք նկատում։ Մի քանի օր առաջ մահացավ նկարիչ քանդակագործ Հերիկնաս Գարստյանը, որը 87 թվականին մեր մտավորականության դեսանտի մեջ է եղել, այսպես ասած, Ստեփանակերտ 87 թվականին դեռ շարժումը չսկսած, արշավ գնաց մտավորականների կողմից, քանդակագործների եւ նկարիչների ցուցահանդես ա եղել։ Կարճ ասած, իրանք առաջի ծիծեռնակներն էին Ղարաբաղ գնացած Հայաստանի Հանրապետության կողմից, այսպես ասած։ Նաև շատ-շատերը չէին նկատում դիրքում եղած իրավիճակը։ Մի կարճ ասեմ ռազմաբազայի հետ կապված, հետո կանդրադառնամ դիրքերին ու թուրքերի ակտիվությանը։ Առաջին ինչ եմ ուզում ասեմ։ Ես այն քիչ հրամանատարներից եմ եւ ֆիդային կամ ազատամարտի կամ զինվորներից եմ, որ ոչ մի անգամ չի մտածել կրակեմ թե չկրակեմ այս մարդու վրա, որովհետև ինքը թուրք չի, բայց մեր վրա կրակում է։ Ես նկատի ունեմ ռուսական ստորաբաժանումների վրա, երբեք չեմ տատանվել, դեռ 90 թվականի ապրիլ ամսին, մայիսի 27-ի դեպքերից մի ամիս առաջ ավելի շատ, մենք մեր ջոկատի տղաներով պատրաստում էինք օպերացիա, որ հարձակվեինք սովետական պոստի վրա, որը վայրագություններ էր իրեն թույլ տալի Ղարաբաղի Հանրապետության տարածքում։ Մեր ջոկատի ուժով զինաթափվել ռուսական ստորաբաժանումը, արդեն ռուսական ստորաբաժանումը, որը խաղապահի դեր էր խաղում ոսկեպարում ու մեզ տեղյակ չպահելով լքել էր այդ դիրքերը։ Կարճ ասած, երբեք իմ համար խնդրեմ չի եղել ցանկացած ազգի ներկայացուցիչի վրա, որը որ մեր վրա կրակում է, ոչնչացվի կամ վնասազերծվի։ Դա իմ համար երբեք խնդրեմ չի եղել, բայց հիմա բավականին մեծ քանակի ձայներ եմ լսում, որ պետք է ռուսական բազան վտարվի, պետք է հայկական զորքերը միայն պահեն հայ-թուրքական սահմանը կամ հայ-պարսկական։ Մի հատ նայենք, էլի մենք կարողանում ենք այսօրով նորմալ զորակոչ ապահովենք։ Շատ հաճախ մի կերպ այդ ամեն ինչը մեր կողմից տեղի ունենում։ Մենք ունենք այն զենքերը, որ կապահովի Թուրքիայի Հանրապետության վրա, որ ոչ մի ինքնաթիռ դեպի Հայաստան չգա, ասենք պատերազմական իրավիճակում։ Ռուսական բազան դա ապահովում է։ Իրենց այդ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բազաները 102-րդ Գյումրու բազայի հետ միասին ապահովում են մինչև Սիրիայի հյուսիս օդի անվտանգությունը։ Մենք կարող ենք առանց ռուսական ուժերի հետ ամեն ինչ անել։ Թե ոնց է այդ իրավիճակը ստեղծվել, որ մենք մեզ չենք կարող այդ հարցում պաշտպանենք, դա մեր մեղքն էլ է իհարկե, մեր դաշնակից ռուսի մեղքն էլ է, բայց ամենայն դեպս իրավիճակը այդ ձև է, որ մենք չենք կարա մեզ թույլ տանք ռուսներին ստեղից, ասենք, ձեզ բարի ճանապարհ։ Մի հատ դեպք կարճ հիշեցնեմ ձեզ, ուրեմն բոլորին թվում է, թե աշխարհի ամենամեծ տանկային ճակատամարտը տեղի է ունեցել 43 թվականին Կուրսկ քաղաքի մոտերը, ընդ Պրոխորովկա գյուղի մոտ, երբ որ գերմանական եւ սովետական զորքերը հսկայական քանակ մոտ 2000 տանկ իրար հետ բախվել են, այնքան էլ այդպես չի 41 թվականի ամռանը 2 անգամ, չէ, 3 անգամ ավելի շատ տանկեր են մասնակցել մի ճակատամարտում ու լինելով գերիշխող քանակի տեր սովետական զորքերը ջախջախվել են։ Նկատի ունեմ տանկային զորքերը։ Դա եղել է 41 թվականի ամռանը։ Պատճառը օդում գերմանացիները գերիշխող դեր ունեին։ Ոչնչացված էր գրեթե արևմտյան այդ բոլոր ճակատների, արևմտյան, հարավ-արևմտյան եւ Պրիբալտիկի այդ ֆրոնտի ավիացիան։ Արդյունքում իրանք կարողացան այդ տանկերը ոչնչացնեն, երևի այդ տանկերի սովետական տանկերի ոչնչացմանը գերմանական տանկերը երևի չեն էլ մասնակցել։
շատ չնչին քանակ են հենց տանկերից տուժել, հիմնականում տուժել են ինքնաթիռներից։ Հիմա եթե մենք չկարողանանք մեր օդը ապահովենք, պատկերացնում եք Թուրքիան ինչ առավելություն կունենա Հայաստանի վրա հարձակվելուց։ Ներկա պահին մենք կարող ենք այս իրավիճակով թուրքական Օսմանլու բանակը կանգնացնենք, թույլ չտանք Արազը անցնի, թույլ չտանք, որ ինքնաթիռները ընդհանրապես Հայաստանի սահմաններին մոտիկ թռնեն։ Եթե Ռուսաստանի բազան ստեղից դուրս գա, դա հնարավոր չի լինի։ Կարճ ասած, ես լինելով բավականին ոչ ռուսամետ, լինելով մաքուր հայամետ, ես կարծում եմ, որ 102-րդ բազան պետք է մնա հակառուսական, այս հիմա բարձրացվող ալիքը պետք է անպայման չլինի, որովհետև մենք ռուսի կարիքը ունենք։ Ուզում եք 102-րդ բազան դուրս գա, ուզում եք ռուսները ստեղ ռազմական ուժ չունենան, ուրեմն բոլորդ աշխատեք այդ ուղղությամբ, ոչ թե աղմկելով, այլ աշխատեք, ամրացրեք մեր բանակը։ Ոնց որ անում են մի քանի մատերի վրա կարելի է հաշվել ֆիրմաներ, որոնք որ իրենց եկամուտի մի մասը դնում են հայկական բանակի հզորացմանը։ Աշխատեք, հետո նոր պահանջեք, առանց ոչ մի բան անելու, մենակ ճչալով ու աղմկելով, թեկուս ասենք տեղին երբեք սահման չես պահի։ Հիմա լավ, ռուսին հեռացրեցիք Հայաստանի տարածքից, այդ սահմանի այդ հատվածը ոնց եք պահելու, անգամ թեկուս սահմանապահ ուժերը հեռացնենք։ Մենք այդքան մարդկային ռեսուրս չունենք։ Մի քիչ շատ երեխեք ունենաք, մի քիչ շատ երեխեքին դաստիարակելուց մարմնամարզության ուշադրություն դարձնենք, մի քիչ խուսափեն, մի քիչ ավելի քիչ խուսափեն բանակում ծառայելուց մեր երիտասարդները։ Այդ դեպքում հնարավոր կլինի ռուսական բազան ստեղից հեռացնելու։ Միջև այդ դա սխալ է, ահավոր սխալ է։ Անգամ կարելի է ասել, որ դա հանցավոր մոտեցում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Բազան կպաշտպանի ինքը իրեն։ Ինքը Հայաստանի տարածք չի պաշտպանի, բայց ինքը իրեն պաշտպանելով, ինքը մեր պաշտպանության, ասենք այդ համակարգի մի զգալի կտոր է։ Ինքը իրեն է պաշտպանելու, ինքը պաշտպանելու է ռուսական շահերը, ինքը պաշտպանելու է բազայում եղած զինծառայողներին եւ իրանց ընտանիքների անդամներին, բայց արդյունքում այդ հատվածը մեր համար հուսալի պաշտպանության տակ է։ Իսկ ավիացիայի առումով ասենք, մենք մեր ավիացիան ընդհանրապես ծիծաղալի, ասենք, քանակների մեջ է։ Մենք այդ հարցում մի ուրիշ ձև ենք կախված։ Իսկ հակաօդային առումով մի քիչ առաջ ասեցի, մենակ 102-րդ բազան չէ, այդ բազաների համակարգը եւ Սևծովի նավատորմը ռուսական ապահովում են, որ միջև Սիրիայի սահմանը, Սիրիայի հյուսիսը անգամ ոչ մի հատ թուրքական ինքնաթիռ ագրեսիվ նպատակներով օդ չբարձրանա։ Դա ինձ թվում է բավականին լուրջ ֆակտոր է, որ մենք ընդհանրապես մոտակա մի քանի տարին, քանի սենց 20 տարի ոչ մի բան չեն կարել այդ առումով մեր ամրության հետ այդ հարցը բարձրացնենք ռուսների ստեղից հեռանալու։ Չի կարելի այդ նման հարց բարձրացնել։ Ես կարդացել եմ այս վերջերս մի հայտարարություն, որ Ամերիկայի կառավարության հետ գաղտնի խոսակցությունը հայտնի է դարել մեր կողմին, որտեղ թուրքերը թույլտվություն էին հարցնում Ամերիկայից, եթե մենք ռուսների հետ պայմանավորվենք, կարելի է Հայաստան մտնենք, ոչնչացնենք, Ամերիկայի կառավարությունը ասել է, չէ, այդ դեպքում մենք ձեզ կայունացնենք, այդ գաղտնի խոսակցությունը ձեզ թվում է մենք այնքան հզոր գաղտնի ծառայություններ ունենք, որ կարայինք դա լսեինք ու տեղյակ լինեինք դրանից։ Դա մի քիչ բան է, էլի, из области ֆանտաստիկի, այդպես բան չի լինում։ Մանավանդ այդ գաղտնի խոսակցությունները գաղտնի մնում են։ Ես հասկանում եմ, էլի, ասենք, որտեղից է առաջացել այդ հարցը։ Չկա այդպես բան, հավատաց չի գալի ու այդ հայտարարություն անողն էլ, ասենք, ավելի շուտ ինչ որ ինձ թվում է ուղղակի Իրանը այտենց թվացել է, կամ ինքը ենթադրել է, որ նման խոսակցություն ա եղել։ Ավելի շուտ երևի ենթադրել է, հետո ինքը իրան հավատացրել է, որ այդ կարգի խոսակցություն ա եղել ու ինքը հնարավորություն ա ունեցել այդ խոսակցությունը, ասենք, տեղյակ լինի այդ խոսակցությունից, երևի անգամ իրան հիմա արդեն թվում է, որ ինքը անձամբ ա լսել այդ եթերում։ Հիմա երևի արժե խոսալ, թե Թուրքի ակտիվությունը ինչով է բացատրվում։ Նախ հասկանանք մի բան, որ խաղաղ պայմանագիր չունենք, նույնիսկ խաղաղ պայմանագիր ունենալու դեպքում թուրքերի հետ չի բացառում, որ թուրքերը դիրքապահները կրակեն իրենց կարծիքով չարիքի վրա։ Բայց չունենք խաղաղ պայմանագիր, ունենք զինադատար, իսկ զինադատարը տարբեր երկրներում ոնց են պահվում, նայեք, ասենք, Ուկրաինայի եւ այդ Մալառոսիայի հարաբերությունները։ Իրանց մոտ էլ է զինադատար իրար հոգնան գրադով խփելով։ Լայնամասշտաբ, ասենք, օպերացիաներ են մեկը մյուսի դեմ իրականացնում։ Կարճ ասած,
պիտի հաշվի առնենք, որ թուրքը զինադադարի դեպքում այլ սենցա պահումը, իսկ խաղաղ պայմանագրի դեպքում նույն ձև է պահելու։ Թվում է թե ինքը կփոխի իր վարվելաձևը, այդպես բան չկա։ Լինելու է միշտ սենց, միշտ ու չի բացառվում, ասենք, որ այդ միշտ լինելը, որ ասում եմ, դա դարերով, եթե մենք թամբալություն անենք ու չոչնչացնենք Ադրբեջանի Հանրապետությունը։ Այդ երկիրը ոչնչացնելա պետք, ոչնչացնել ես նկատի ունեմ ընդ կրակով կամ ջրով եսի ինչ անել։ Ուղղակի այդ երկիրը որպես երկիր պետք չի լինի, պետք է լինի Տալիշստան, պետք է լինի Ավարիստան, Լեզգիստան ու իրանք մեր հյուսիսային եւ հյուսիսարևելյան, ասենք, հարևանները լինեն։ Քանի կա թուրք այնտեղ, թուրքական պետություն, Ադրբեջանի Հանրապետության անվան տակ, մենք միշտ էլ, ասենք, այս վիճակում ենք լինելու, իրանք միշտ կրակելու են, Հայաստանից դուրս էլ, ասենք, այս տարածքներից դուրս էլ միշտ սաֆարովներ են լինելու, միշտ լինելու են այնտեղ բազմաթիվ ուրիշ դեպքեր, միշտ, ասենք, ոչ միայն զենքով են մեր դեմ պայքարելու, այլ նաև այն հաղորդավարները, որ ORT-ում են բունդերել կամ այնտեղ եսին որ լրատվամիջոցներում միշտ հակահայկական ինչ-որ հայտարարություններ են անելու, ինչ-որ քայլեր են անելու։ Իրանք մեր հայրենիքի տարածքում հայրենիք են կառուցում։ Մենք քանի կանք, հանգիստ կյանք իրանք մեզ չեն թողնելու։ Դրա համար ճիշտ կլինի, որ իրանք չլինեն։ Ինչ վերաբերվում է հենց բանը այդ իրանք տակտիկական խմբերին, որոնք բաղկացած են հետախույզ դիվերսիոն, ասենք, ստորաբաժանումներից, որոնք փորձում են ներխուժեն Ղարաբաղի Հանրապետության տարածք եւ Հայաստանի Հանրապետության տարածք, ռեսուրս ունեն, իրենց կարող են դա թույլ տալ։ Իրենք ունեն հսկայական մարդկային ռեսուրսներ համեմատ մեզ, այսօրով, չգիտեմ, արդեն 8 միլիոն են, 9 միլիոն են։ Հետնել այդ համապատասխան ստորաբաժանումները, որ այդ օպերացիաներին մասնակցում են, իրանց թիվն էլ շատ ավելի շատ է, քան ասենք մենք ենք մեզ կարում թույլ տանք նման ստորաբաժանումներ ունենալ։ Դա է պատճառը, որ իրանք բավականին ակտիվացրել են իրանց գործողությունները սահմանի վրա, շատ ունեն մարդ, դրա համար օգտագործում են չխնայելով, որովհետև իրանց կանայք թամբալություն չեն անում, բազմազավակ ընտանիքներում են հիմնականում ծնվում մեծանում, իրանք խնդրեմ չունեն մարդ կորցնել։ Որպեսզի ասենք այդ դադարենք, որպեսզի չէ, դա դադարելու համար կամ թուլացնելու համար իրանց պրեսը մեր վրա, մենք պետք է ոչ թե համաչափ, բայց անիմաստ ինչ որտեղ հարվածներ հասցնենք, մենք պետք է փոխենք մեր հակահարվածների կամ գործողությունների ձևը։ Մենք պետք է վերջապես գիտակցենք մի բան, որ թուրքը ցավոտ տեղեր ունի ու պետք է խփես ցավոտ տեղերին։ Իրա ցավոտ տեղը մարդու կյանքը չի։ Այդ մեր համար է ցավոտ, իրանց համար 100 թուրք ավել, 100 պակաս, ինչ տարբերություն իրանց համար։ Դա նշանակում է պետք է գտնենք ինչ որ եղանակներ, որ իր համար ցավոտ կլինի։ Ես գիտեմ դա որն է, ոնց որ թե պաշտպանության նախարարությունը մի 2 ամսվա մեջ սկսել է այդ բանը հաշվի առնել, ոնց որ թե ինչ որ բնակավայրերի վրա ճնշում է գործադրվում։ Ես կարծում եմ այդ ճնշումը պետք է գործադրվի միայն ու միայն պաշտպանության բանակի կողմից, որովհետև Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերը բոլորը հեռու են ճակատից։ Բացի այդ, Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչված չի միջազգային, ասենք, ատյաններում, ինչը հնարավորություն է տալի, որ ինքը շատ լուրջ գործողությունների դիմի ու իրան ասելու բան չունենա։ Կարճ ասած, բնակավայրերի վրա ճնշում, շատացնել փախստականների թիվը, ճնշումը կարա լինի թե կրակային, թե ականային պատերազմ, թե դիվերսիոն գործողություն ուղղված բնակավայրերի դեմ։ Ինձ թվում է այդ է պետք անել։ Մի քիչ վայրենի անջում, բայց ինչ արած։ Հակառակորդը տեն տիպի է, որ դա իր համար ցավոտ չի զինվորի մահը։ Իր համար ցավոտ է, երբ որ բնակչության մի մասը, մի փոքրիկ զանգված, մի 1000 հոգի կամ 5000 հոգի ելնում միտինգ են անում, տրասա են փակում, դա ավելի ճիշտ բան է։ Շատացնես իրանց փախստականների թիվը։ Եվ պոստեր գրավել, պարտադիր պոստեր գրավել։ Ինչ վերաբերվում է Շոյգուի հայտարարությանը, այնտեղ ինչ որ պայմանագիր է ստորագրել Բաքվում, երևի այդ պատիվ են տվել, իրան լավ կերծրել են, մի քիչ լիկրա են տվել, որ ասենք քինքը հաճույք ստանա մեծ։ Դա հերթական մեր բանի դաշնակցի ստոր արարքն է, հերթական, որ ասենք ինքը լինելով մեր դաշնակիցը ՕԴԿԲ-ով երկու հանրապետությունների մեջ պայմանագիր ստորագրած, մեր հակառակորդի հետ խաղեր է տալի փողի դիմաց։ Հերթական իր ստոր արարքն է, ուրիշ ոչ մի բան։ Հիմա փորձենք հասկանանք ինչի ռուսը մեր դաշնակից։
Առաջինը այդ իրավիճակը մենք ենք ստեղծել, որ Ռուսնա մեր դաշնակիցը, մենք թույլ ենք տվել, որ ինքը ստեղ սահմանապահի գործողություններ անի, փառք Աստծո, ասենք մի ժամանակ օդանավակայանում անգամ ռուսական սահմանապահներն էին անձնագիր ստուգում, այդ շավոյի աշխատանքի արդյունքում ապրի տղեն այն վաղ մեր սահմանապահ վարչությունում անձնագրային բաժնի պետներ երկար պատերազմելուց հետո ինքը այդ ձեռք բերեց այդ իրավունքը, որ հիմա մենք հանդիպում ենք օդանավակայանում հայ սահմանապահի եւ անձնագիրը հայ սահմանապահն ստուգում։ Բայց մենք ենք բերել դրան, որ մենք ռուսից մի ուրիշ ձևի կախված ենք, մենք կախված ենք ռուսական զենքից, իսկ ռուսին փոխարինող ուժ կա թե չէ, իհարկե կա։ Չինաստան, Բրազիլիա, Ֆրանսիա, էլ ինչ հարուստ ու պինդ երկրներ կան, ասենք թեկուս վատ տնտեսությունով, Անգլիա, Բուրկինա Ֆասո, ցանկացածներ ստեղ կարա շահեր ունենա, բայց իր շահերը չպաշտպանելը բերում է այդ երկրի կործանմանը, թե ոչ։ Մենակ Ռուսնա կործանվելու, եթե կորցնի Հայաստանը։ Ես նկատի ունեմ իր ազդեցությունը Հայաստանում, եթե ինքը կորցնի, ինքը կորցնելու է Կովկասը։ Դա կլինի 5 տարի հետո, թե 20 տարի հետո, դա շատ բան չի փոխում։ Նման մասշտաբի գործողությունների մեջ նա կկորցնի Կովկասը, Կովկասի այդ կորցնելուց կկորցնի այդ Պավոլժյան, այդ Վոլգայի ափերին եղած տարածքները, կկորցնի Ուրալի տարածքները, կկորցնի Սիբիրը եւ կդառնա 12-13-րդ դարի մոսկովյան իշխանություն, որ ասենք կարծեմ Դալգարուկիներ, երկարաբազուկներ այդ յուրին ստեղծել։ Դա պատճառը, որ հիմա ռուսը մեզ ավելի ձեռնատու է։ Ոչ մի երկիր, բացի Ռուսաստանից, Հայաստանի կործանվելու դեպքում նման կորուստներ չի ունենա։ Ոչ մի երկիր չկա այդպես երկիր։ Մենակ Ռուսն է։ Դրա համար երևի ինչ որտեղ իմաստ ունի իրանց հետ համագործակցել։ Ուղղակի պետք է մենք այնքան խելացի լինենք ու այնքան թասիբով ղեկավարություն ունենանք, որ չթողենք ռուսը նստի գլխներիս։ Այն աստիճանի, որ այս տականքի համար պատրաստ է մեր հետ հարաբերություններ փչացնի, մտածելով դե ուր կկորեն, որ հայերը ամեն ինչ տվենք ռուսներին, էներգետիկա, պաշտպանության համակարգի զգալի մասը, ես իմ տնտեսության եկամուտ բերող բոլոր դա ինձ թվում է անհեռատես, ասենք, մեր քաղաքականության արդյունքն է։ Երևի այսքանով վերջ, բարով մնաք։